Okay, հարազատներս, մեզ հարկավոր է լինելու ուրեմն մոտավորապես 4 լիտր է, կարծելովս, եթե չեմ սխալվում, 3.78 է ինքը լիտր կաթա, նորմալ յուղանյությամբ պետք չունենք, որ առանց յուղի լինի, դա դժվար կլինի, նորմալ, ինքը նորմալ կաթա։ Ես պետք է գալու 3 հատ ձվի դեղնուց, որ արդեն ես նախորոք կոտրել եմ, մածերնոցներ էլ տնեմ, լցնում ենք 3 ձվի դեղնուց է այստեղ, սպիտակուցը հանել եմ արդեն, մեզ պետք է գալու թթվասեր, ռուսերեն սմետան, եթե սխալվում եմ բառը հիշացրեք, որովհետև բավական վաղուց է, որ վիդեո չեմ արել, արդեն նորից հետ գրական հայերենը մոռանում ենք, ինչ անենք, ստեյի խնդիրն էլ էդ է, Okay, թթվասերը ինձ պետք է մոտավորապես 3 հատ սենց գթալի չափով, մեծ շերև գթալի չափով, շատ պետք չունենք։ Okay, որոշեցի փոխեմ գթալը, սա ավելի հեշտ է խառնելը։ Վերջը բավական է սա արդեն։ Վերցնում ենք, մի քիչ խորը ավելի, կաթսա, կաթը պետք է բացենք, լցնենք մեջը։ Հիմա տակը մի փոքր հատված, որ մնացել է, այստեղ կավելացնեմ, թթվասերի հետ խառնեմ, որ ավելի թուլացնեմ այնտեղ։ Ես մնացածն էլ հետ նորից այստեղ կշարունակեմ։ Աչքիս կաթսան փոխեմ, դա բավական փոքր եկավ, դեռ հələ պետք է եռա, երևի փոխեմ ուրիշ կաթսայի մեջ լցնեմ սա։ Okay, եթե կնկատում եք արդեն ես կաթսան փոխել եմ, հարազատներս, սա բավական մեծ է, այսի արդեն հարմար է, եռալու դեպքում չի թափվի։ Դնելու ենք գազօջախի վրա, հենց որ սկսեց եռալը, մոտավորապես մի 2 րոպե ենք պահելու, ավել չենք պահելու ու անջատելու ենք։ Իհարկե աղ կարող եք հիմա ավելացնել, կարող եք հետո դնել աղաջրի մեջ։ Ես աղաջրի մեջ չեմ դնելու, որտև իմ տղան սիրում է այսպես։ So, ես ընդամենը հիմա աղ եմ ցանում մեջը, որ արդեն ինքը թեթև աղեություն կունենա, շատ չէ, վերջ, փոխենք գազօջախի մոտ։ Okay, հարազատներս արդեն գազօջախի վրա է, գազը արդեն միացված է, եթե նկատում եք։ So, դնելու ենք, բերենք գերմանաստիճան հասցնենք, 2 րոպե պահենք և անջատենք, ինքը արդեն կկտրվի այդ ընթացքում, հենց որ սկսեց եռալը։ Եթե տեսնում եք, արդեն ինքը կտրվում է ու սկսեց եռալը, 2 րոպե ընդամենը պահում ենք, որ լավ կտրվում է արդեն։ Տակը մի քիչ թուլացնեմ ես։
Նայում եք, որ կտրվեց արդեն ինքը։ 2 րոպե պետք է պահենք եռայինքը։ Ամեն ձեր մոտ չգիտեմ կաթի որակը ինչպեսին կլինի, բայց այստեղին է շատ արագ կտրվում է։ Կարող է ձեր մոտ մի քիչ երկար կարիքը կզգաք պահելու, ուրեմն պահեք։ Նկատում եք արդեն բավական կտրված է ինձ մոտ, բայց եւս ես 1-2 րոպե կպահեմ, որ բոլորը արդեն կտրվի ու հանենք վրայից։ Հիմա սա արդեն քիչ-քիչ ես կսկսեմ դատարկելը իմ քամիչի մեջ։ Ես քամիչ եմ օգտագործելու մարլա, չգիտեմ հայերեն ճիշտ անվանումը ոնց է, եթե գիտեք դուք ասեք, չգիտեմ։ Եվ գազօջախն էլ արդեն անջատեցինք։ Okay, հարազատներ, եթե նկատում եք, արդեն այստեղ եմ լցրել եւ հիմա սա պետք է փորձում եմ մի փոքր սառի ընդամենը, շատ չէ, եւ պետք է իրան քամենք։ Այսինքն սա վրան ծանրություն եմ դնում, կապ չունի ինչ կլինի, մի բան որ մի քիչ ծանր լինի, ինքը ավելի սեղմի, որ ջուրը դուրս գա եւ քարանա արդեն։ Դնում եմ սառնարանը 2-3 ժամ հետո արդեն պետք է որ ձգված լինի, կստուգենք։ 2 ժամ անց է վրան արդեն, սա մեր պանիրն է, դեռ ինքը այդքան էլ շատ չի ձգված, բայց քանի որ ես եմ շտապում, արդեն մեր մոտ երեկոյան կողմը գալիս, պետք է հասցնեմ դեռ ուրիշ գործեր ունեմ անելու։ Ուղղակի սա թեթև մի հատ ուզում էի կտրեի, որ տնայք ոնց է, բայց ինչքան որ մնա ինքը այնքան սառելու է եւ ավելի ձգվելու է։ Բավական ձիգ է լինելու սառնարանում երկար մնալուց։ Հիմա մի հատ համնել գնայինք։ Սա այստեղ ես թարխուն ունեմ։ Հիմա կդնենք թարխունով կուտենք։ Դուք էլ եք սիրում սենց բրդույթ անել ուտել։ Ընտիր է եղել, ասել պանիրն է։ Դուք էլ պատրաստեք անպայման, շատ համով է։ Ասեմ, որ մի քանի անգամ փորձել եմ անգամ ես մածունով պատրաստել, դդվասերի փոխարեն մածուն եմ դրել ու շատ համով է եղել։ Անպայման փորձեք դուք էլ։